Այժմ առաջարկում եմ լսել թուրքագետ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրասյանին։ Բարև ձեզ, հարգելի Ռուբեն։ Բարև ձեզ, պարոն Մնացականյան։ Դե, այսօր հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է 111-րդ տարելիցը։ Կասեք, այս տարելիցը որևէ առանձնահատկությամբ բաժանվում է մյուսներից։ Գիտեք, պարոն Մնացականյան, ինձ համար չի բաժանվում, որտեղ ես տասնյակ տարիներ եմ անցկացրել ուսումնասիրելով հայոց ցեղասպանությունը, շարունակում եմ ուսումնասիրությունները, շարունակում եմ դասավանդել հայոց ցեղասպանության, ցեղասպանագիտական հետ կապված առարկաներ, ցեղասպանագիտական առարկաներ, այնպես որ արդեն ինձ համար սա, այսպես ասած, նորություն չունի այս հերթական տարելիցը հայոց ցեղասպանության։ Շատ բարի։ Հայտնի է, որ հայոց ցեղասպանության հարցը այլևս Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում չէ։ Ինչ է տվել մեզ այդ փոփոխությունը։ Գիտեք, ինձ թվում է, որ ավելի ճիշտ կլինի բնութագրել, ես ամեն դեպքում այդպես եմ ընկալում, որ առաջնահերթություն չի հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը, բայց որպես հարց, որը կարևոր է ընդհանրապես, ես կարծում եմ դա մնում է ուղղակի հիմա մենք բոլորս էլ հասկանում ենք, որ ներկա փուլում Հայաստանի Հանրապետության գոյության զարգացման հնարավոր չի հետապնդել հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը։ Դա մեկ եւ երկրորդը չեմ կարծում, որ դա որևիցե նշանակություն ունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսակետից։ Բացատրեմ իմ միտքը, պարոն Մնացականյան։ Մենք արձանագրում ենք, որ վերջին շրջանում Թուրքիայի կողմից չնայած սկզբունքորեն նոր քայլեր չեն արվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, բայց որոշ չափով Թուրքիան փոխել է իր հռետորաբանությունը կապված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ, դարձել է ավելի պոզիտիվ, ավելի իրականությանը մոտ այդ հռետորաբանությունը։ Որովհետև փոխել է հռետորաբանությունը նաև հայկական կողմը։ Այո, այո։ Եվ այս երկու գործընթացն էլ օբյեկտիվ են այն առումով, որ իմ ընկալմամբ Հարավային Կովկասը ներկա փուլում մի նոր սպես փուլ է մտնում, որը ես կանվանեի աշխարհաքաղաքական փոփոխություններ, որոնց միտումն է Հարավային Կովկասը ավելի ինտեգրել համաշխարհային համակարգերի մեջ։ Եվ Թուրքիան մեծ նպատակ ունի ինքը դառնալ այսպես կարևոր հաբ այս գործընթացում եւ դրա համար փոխել է իր հռետորաբանությունը Հայաստանի հետ կապված հարաբերությունների բնագավառում։ Նույնը կարելի է ասել նաեւ Հայաստանի հետ, Հայաստանի վերաբերյալ, այսինքն այս աշխարհաքաղաքական նոր գործընթացը, որ սկիզբ է առնում, երկու կողմերին էլ հանգեցնում է այն մտքին, որ պետք է փոխել սկզբից հռետորաբանությունը, հետո արդեն պրակտիկ քայլեր ձեռնարկել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Իհարկե սա առաջին հերթին վերաբերում է Թուրքիային, որը ինքն է հրաժարվում դեռևս հարաբերությունները կարգավորել։ Այսինքն փոխվում է նաև արդեն տեղի ունեցած միջազգային ճանաչումների կշիռը, բալանսը այս ամեն ինչում։ Տեսեք, դուք հիմա նաև այլ կողմն եք այս խնդրի բարձրացնում, մոտ 30 երկիր, գուցե ես հիմա չեմ կարող հիշել հստակ թիվը, ճանաչել է հայոց ցեղասպանությունը, այդ թվում աշխարհի ամենակարևոր երկրներից բացարձակ մեծամասնությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան եւ մի շարք այլ երկրներ։ Փաստորեն կարելի է ասել, որ հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը մի կարևոր հանգրվանի է հասել։ Եվ դա իհարկե եղել է եւ հայկական պետականության ջանքերի շնորհիվ, բայց հիմնականում դա եղել է Սփյուռքի ջանքերի շնորհիվ, լոբիստական աշխատանքի ջանքերի շնորհիվ։ Եվ պատահական չի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, երբ որ ավարտվեց հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, դա ստացավ վերջնական տեսք, այդ գործընթացը ըստ էության
առաջ չի գնում, որտեղ որոշակի հագեցվածություն է տեղի ունեցել, ինչպես ասեցի։ Այնպես որ ես կարծում եմ, որ այն ինչ որ հիմա մենք տեսეთ արձանագրեցինք, դա օբյեկտիվ բնույթ է կրում։ Ներկայիս դաթարը հայ-թուրքական, հայ-ադրբեջանական օրակարգերում ինչով է պայմանավորվում։ Տեսեք, մենք արդեն հիմա ուրիշ ոլորտ ենք տեղափոխվում, կոնկրետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, եւ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը ըստ էության դեռևս պատրաստ չի այդ հարաբերությունները այնպես կարգավորել, որ խոսքը գնա արդեն պայմանագիր հայ-ադրբեջանական խաղաղության մասին պայմանագիր ստորագրելու մասին։ Ադրբեջանը որոշակի նախապայմաններ է առաջ քաշում այդ հարցում եւ Թուրքիան հետևելով իր վաղեմի քաղաքականությանը հայտարարում է ընդ որում ամենաբարձր մակարդակով Էրդողանի մակարդակով ընդ որում մի քանի անգամ որ ինքը իրական քայլեր կսկսի գործադրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բնագավառում միայն այն բանից հետո, երբ կստորագրվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր։ Եթե իմի բերենք այն ինչ որ ես ասեցի, ապա Թուրքիայի տեսակետից մենք կարող ենք ասել, որ այն նախապայմանները, որ առաջ հնչում էին, հիմա չեն հնչում, մնացել է մեկ նախապայման, որը պայմանավորված է Ադրբեջանի քաղաքականությամբ։ Հիշեցի ազգային ժողովի նախագահի վերջերս Ստամբուլում արած հայտարարությունը, թե հայ-թուրքական կարգավորումը դարձել է Բաքվի պատանդը։ Սա է իրողությունը։ Կարելի է այդպես էլ անվանել, այո։ Կարելի է այդպես էլ անվանել, այստեղ գիտեք ես ճշտում կմտցնեի, որ իհարկե Թուրքիան, որ պայմանավորում է Ադրբեջանի քաղաքականությամբ Հայաստանի հետ կարգավորման խնդիրը, ունի նաև իր հաշվարկները, աշխարհաքաղաքական բնույթի հաշվարկները, որոնք իմ կարծիքով հետևյալն են։ Թուրքիայում սկսվել է Կարս Նախճեվան երկաթգծի կառուցումը եւ ինչպես պաշտոնապես հայտարարվում է մասնավորապես տրանսպորտի նախարարի կողմից Թուրքիայի այդ շինարարությունը կավարտվի 28 թվականին 2028 թվականին այսինքն մինչև այդ երկաթգիծը չի կառուցվել Թուրքիան այսպես աշխարհաքաղաքական առումով աշխարհառազմավարական առումով աշխարհատնտեսագիտական առումով դեռևս ուղղակի շահագրգռվածություն չունի լիովին կարգավորելու Հայաստանի հետ հարաբերությունները։ Դրա համար Թուրքիան ես կարծում եմ, որ մինչև 28 թվականը, երբ որ սկսի գործարկվել այդ երկաթգիծը, քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, բայց դրանք չեն լինի սկզբունքային քայլ, վերջնական քայլ։ Այդ վերջնական քայլը նա կձեռնարկի երկաթգիծը գործարկելուց հետո Կարս Նախճեվանի երկաթգծի մասին է խոսքը։ Իսկ մինչև այդ ինքը կգնա առաջ փոքր քայլերով, ինչ դրա մասին Թուրքիայում այսպես բաց խոսում են։ Ալիևն ասում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է։ Օրերս նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն էր ասել, որ խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Փոխվստահությունը կարող է խաղաղության հիմք լինել։ Կարծում եմ այո։ Փոխվստահությունը դա կարևոր հանգամանք է, որը արձանագրվում է եւ ամենակարևորը մեզ համար շարքային քաղաքացիների համար կարևորը այն է, որ արդեն մոտ 2 տարի է սահմանի վրա Ադրբեջանի կողմից խախտումներ տեղի չեն ունենում, կրակոցներ չեն հնչում ամենակարևորը, եւ սա շատ կարևոր հանգամանք է, դա եւ փոխվստահության արդյունք է եւ դա ինքն է ազդում փոխվստահության վրա։ Լավ, ի՞նչն է խանգարում հիմա Բաքվին այդ փոխվստահությունը վերածել իրավական ակտի։ Ինձ համար բարդ հարց եք տալիս, պարոն Նացականյան, որտեղ ես թուրքագետ եմ, ադրբեջանագետ չեմ, կարող եմ ընդհանուր դատողություններ անեմ։ Ես կարծում եմ Ադրբեջանը դեռևս հոգեբանորեն պատրաստ չի պայմանագիր ստորագրելու Հայաստանի հետ։ Ժամանակ է պետք դա մեկ, երկրորդը կոնկրետ մենք գիտենք, որ որոշակի պահանջներ է ներկայացնում Ադրբեջանը։ Ես այստեղ որ ասեցի ադրբեջանագետ չեմ,
Ես դժվարանում եմ գնահատական տալ այդ պահանջները իսկապես կարևոր են Ադրբեջանի համար, թե դրանք ուղղակի պատրվակ են, որ գործընթացը ձգձգի։ Ամեն դեպքում մենք կարող ենք արձանագրել, որ գործընթացը, որ պետք է տրամաբանորեն հայ-ադրբեջանական գործընթացը տանի դեպի խաղաղության պայմանագրի ստորագրում Ադրբեջանի կողմից կասեցվում է, դանդաղեցվում է, առաջ չի գնում։ Սա կարող եմ ես արձանագրել։ Հա, հիմա մեր հարևանությամբ մեկ այլ կոնֆլիկտ է հասունանում։ Ես կարող եմ ասել նաև Արավիրք, Աստված գիտի ինչով կարող է ավարտվել իրանյան պատերազմը։ Ինչ է փոխում այդ կոնֆլիկտը կովկասյան կոնյունկտուրայում։ Շատ կարևոր եւ բարդ հարց եք բարձրացնում, պարոն Մնացականյան։ Այդ կոնֆլիկտը դեռևս, այսպես իմ կարծիքով, դեռ չի մոտեցել իր ավարտին, դեռ ընթացքի մեջ է եւ այդ ընթացքը ինչ ուղղություն կստանա, դեռևս դժվար է լրջորեն վերլուծել, կարելի է ընդհանուր դատողություններ անել։ Ես կարող եմ արձանագրեմ հետևյալը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, երբ որ մտան այդ պատերազմի մեջ եւ սկզբնական փուլում ռազմական առումով հաջողության հասան, նրանք միջև այդ եւ այդ պահին չէին գիտակցել մի երևույթ, որը ես կանվանեի քաղաքակրթական խորություն, այսինքն Իրանը դա ոչ միայն պետություն է հզոր համեմատաբար 95 միլիոնանոց եւ այլն, որ ունի բավական զարգացած զինված ուժեր, բայց նաեւ ունի քաղաքակրթական խորություն։ Եվ այդ քաղաքակրթական խորությունը թույլ է տալիս Իրանին գրելով այդպիսի ծանր կորուստներ եւ մարդկային առումով եւ ռազմական առումով հաջողությամբ շարունակել պայքարել Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի դեմ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ հզորագույն զինված ուժերի Իսրայելին էլ պակաս իհարկե պակաս հզոր են, բայց էլի հզոր են։ Եվ այդ հանգամանքը հաշվի չէր առնվել ամերիկացիների կողմից։ Եվ հիմա ես կարծում եմ, որ նրանք գտնվում են այս վերաիմաստավորման փուլում, թե ինչպես իրենք շարունակեն այս պատերազմը։ Կարծում եմ, որ դեռևս որոշումներ վերջնական Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարությունը չի ընդունել։ Ընդհանուր իմ գնահատականը այն է, որ ամերիկացիները, ինչպես նաև համարյա բոլոր երկրները Մերձավոր Արևելքի շահագրգռված են, որ Իրանը պահպանվի որպես միասնական պետություն։ Իհարկե շատերի դուրը կգա, կձգտեն, որ լինի ավելի թույլ Իրան, քան թե միջև պատերազմը։ Դա բխում է նաև մեր շահերից։ Կարծում եմ Իսրայելը շահագրգռված չի, նա կուզենա, որ Իրանը ընդհանրապես տրոհվի։ Այնպես որ հիմա այս փուլն է, վերաիմաստավորումների փուլն է, եւ պատահական չի, որ բանակցությունները խաղաղության առաջ չեն գնում, այնպես որ մոտակա օրերին մենք կտեսնենք ինչ ուղղությամբ կզարգանա այս պատերազմը, այս հակամարտությունը, կամ նորից կվերսկսեն խաղաղության մասին բանակցությունները, կամ ռազմական գործողություններ, տեսնենք ինչ ուղղությամբ կգնա ամեն ինչ։ Շատերը արդեն կարծում են, որ Իրանում Թրամփը ձախողվել է։ Շուտ չէ այդպիսի եզրակացությունը։ Ես կարծում եմ, որ վաղ է։ Դեռ զարգացումներ կլինեն այս ուղղությամբ։ Տեսնենք, դրա համար ես շատ զգուշավոր եմ ասում, տեսնենք ինչ ընթացքում է ամեն ինչ, բայց որ ամերիկացիները Արգենի Սաֆրասյան, իսկ Իրանի ներսում հավանական ցնցումների հավանական սխալ էին արել կապված այդ քաղաքակրթական խորության հետ, որը հանգեցրեց պաշտպանական խորությանը, որ Իրանը մեկ տեսնում ենք ցուցադրում է, ըստ մասնագետների դա 8 աստիճաններից բաղկացած պաշտպանական համակարգ է ստեղծված Իրանում, որ հետախուզությունը ամերիկյան եւ հավանական է նաեւ իսրայելական դա հաշվի չէր առել։ Իսկ Իրանի ներսում հավանական ցնցումների հավանականությունը ինչպիսին է։ Տեսեք, պարոն Մնացականյան, երբ որ նոր էին սկսում ռազմական գործողությունները եւ ամերիկացիները եւ Իսրայելը հասան հաջողության, տեսանք մենք բավական մեծ կորուստներ պատճառեցին Իրանի ռազմական համակարգին, հնչում էին նման այսպես հայտարարություններ, որ Իրանի ժողովուրդը թող պատրաստ լինի, հիմա ժամը մոտենում է, որ նա կարող է զենքը վերցնել եւ իշխանությունը վերցնել Իրանում եւ այլն, բայց հիմա նման հայտարարություններ չեն հնչում։
մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, այսինքն նրանք գնահատում են, որ դրա հնարավորությունները չկան Իրանում։ Ինչի չկան, դա արդեն բարդ խնդիր է, թող մեր իրանագետ գործընկերները դրան պատասխանեն։ Ամեն դեպքում ես արձանագրում եմ, որ այն զանգվածային ընդվզումները, որ կանխատեսում էին ամերիկացիները, որ տեղի կունենան Իրանում կառավարող շրջանակների դեմ, դրանք տեղի չունեցան։ Ես կարող եմ դա արձանագրել։ Կասեք Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները Իրանին որքանով են սպառնում։ Իսրայելի եւ Ադրբեջանի հարաբերությունները։ Այո, եթե մենք դատենք բաց աղբյուրների հիման վրա, ապա կարող ենք այսպես չի ասի, որ լուրջ վերլուծության հետևանք, որտեղ շատ բան մեզ հայտնի չի ամեն դեպքում ինձ որպես որ չեմ այս կորացել այդ բնագավառ, բայց մամուլի հաղորդագրությունների հիման վրա եթե մենք դատենք, Իսրայելը որոշակի այսպես դիրքեր ունի Ադրբեջանում, որոնք կարող են վնաս հասցնել Իրանին, պես ընդհանուր ես ձևակերպում եմ տալիս, եւ իհարկե Իրանին դա բացարձակ այսպես դուրս չի գալիս, էլի օգտագործվում է այսպես արտահայտություն։ Դե այդ այո այդ իմաստով նաև Բաքվի համար խնդիր է Թուրքիա-Իսրայել առճակատումը, օրեօր խորացող։ Այո, Թուրքիա-Իսրայել հարաբերությունները դրանք էլ այլ, այսպես ասած, խնդիր են, այլ ուղղություն են։ Հռետորաբանության մակարդակով շատ սուր են հարաբերությունները, մեղադրանքները մեկը մյուսին եւ այլն։ Եվ կան արդեն իրական փաստեր, որոնք վկայում են, որ այսպես հասունանում է թուրք-իսրայելական արդեն իրական հակամարտություն, մասնավորապես Սիրիայում, որտեղ սրանից օրինակ 1 տարի առաջ ոչ ոք չէր կասկածում, որ Սիրիայում Թուրքիայի դիրքերը շատ ուժեղ են, բայց մենք ականատես ենք լինում, որ Թուրքիան չկարողացավ իր ազդեցությունը Սիրիայում պահպանել եւ այնտեղ ուժեղանում է Իսրայելի ազդեցությունը մասնավորապես Սիրիայի հարավում դրոզներին օգտագործելով։ Գիտեք, Սիրիայի հարավում տարածքներ են, որոնք կարծես թե արդեն լրիվ չեն ենթարկում Դամասկոսին։ Եվ այդ տարածքները շատ մոտ են Դամասկոսին, դրոզներով հիմնականում բնակեցված։ Եվ Իսրայելը դա օգտագործում է, այսինքն փաստորեն Իսրայելը արդեն ստեղծում է իր հենարանը Սիրիայում դրոզների միջոցով։ Եվ մի հետաքրքիր փաստ էլ, որ սրանից 1-2 օր առաջ հայտնի դարձավ, հենց կարծեմ 3 էր, որ Սիրիան տրամադրել է Թուրքիային ռազմաբազա Պալմիրայում, որը մոտ է այդ տարածքներին, որոնք ըստ էության Իսրայելը ստեղծում է դրոզների միջոցով, որ իր ազդեցության տակ են։ Այսինքն, ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ Սիրիայի ղեկավարությունը, որը Թուրքիայի հետ շատ մոտ հարաբերություններ ունի, նա Թուրքիային հնարավորություն է տալիս, որ Թուրքիան իր զինված ուժերը մոտեցնի այն շրջաններին, որոնք գտնվում են Իսրայելի հսկողության տակ դրոզների միջոցով։ Այսինքն այդ առճակատման, իրական առճակատման հնարավորությունը մեծանում է եւ Թուրքիան կփորձի զսպել Իսրայելին իր այդ ռազմաբազայի միջոցով, որ նոր պետք է սկսի կառուցել։ Բայց մի հանգամանք էլ կա, որ ես ուզում եմ դրա վրա էլ կանգ առնեմ, ըստ մամուլի հաղորդագրությունների Իսրայելը իր վառելիքի մի զգալի մասը ստանում են Թուրքիայի վրայով Ադրբեջանից եւ Թուրքիան ըստ էության որ այդքան սուր հակաիսրայելական հռետորաբանություն է օգտագործում, արդեն տեսնում ենք, որ հակամարտություն է հասունանում Սիրիայում, Իսրայելին հնարավորություն է տալիս ստանալու իր տարածքի վրայով վառելիք, որը հասկանում են բոլորս էլ ռազմավարական նշանակություն ունի։ Այս ամերձավոր արևելքն է։ Սա մերձավոր արևելքն է, որ ասում են Վոստոկ ձևոտնոնք է, այստեղ ամեն ինչ շատ բարդ է, խճճված է, պարզ չի ամեն դեպքում։ Եվ վերադառնալով օրվա խորհրդին եւ կխնդրեի կարճ ասեք, հայոց ցեղասպանության հուշահամալիրի շուրջ աղմուկին ինչպես վերաբերվեցիք։ Գիտեք, իհարկե դա իմ հետաքրքրության այսպես կենտրոնում էր գտնվում, որովհետեւ ինձ համար, բոլորիս համար
հուշահամալիրը դա հատուկ տեղ է զբաղեցնում մեր գիտակցության, մեր հիշողության, մեր աշխարհանկալման մեջ եւ մտավախություններ իհարկե կային, բայց հիմա մենք տեսնում ենք, որ կարծես թե ավարտվել է շինարարությունը, վերանորոգում ավելի շուտ եւ նորմալ տեսքի է բերվել։ Ես անպայման վաղը ինքս կայցելեմ Ծիծեռնակաբերդ, որ իմ աչքերով այդ ամեն ինչ տեսնեմ, բայց իմ տպավորությունը մամուլի հրապարակումների վրա, եթե ես ելույթ կարծես թե ամեն ինչ նորմալ է։